Ինչպես պետք է սնվի զումբայի հաճախող մարդը, սննդակարգը կարևոր է Լուսինե, թե հաշվի առնելով ինտենսիվությունը, այսպես թե այնպես կկորցնենք կալորիաները։ Կորցնում են կալորիաներ, այո, իհարկե, բայց շատ կարևոր է որ ունենանք ճիշտ սննդակարգ, որը դա կօգնի ավելի լավ արդյունքի հասնել։ Ճիշտ սննդակարգը, այսինքն պետք է հրաժարվենք fast food-ից, կենտրոնանանք սպիտակուցների վրա, պրոթեինը, որը դա պետք է լինի ափսեի 1/4-ը, եւ 1/4-ը պետք է լինեն ածխաջրերը, որը դա շատ կարևոր է carbohydrate, քանի որ տալիս է մեզ էներգիա, ես չեմ ասում դա հանեն իրենց դայեթից, քանի որ եթե դա չլինի, լավ էներգիա չկա զումբայի եւ զումբա լիֆտի համար։ Եվ այլ արդեն կեսը պետք է լինի բանջարեղեն եւ առողջ ճարպ։ Օրվա ընթացքում 1.2 մինչև 1.6 սպիտակուց ամեն քաշի համար լավ է, եւ եթե մեկը շատ ակտիվ է, անում է զումբա լիֆտ, կարող է 1.8 պրոթեին օգտվի օրվա ընթացքում, եւ դա նշանակում է օրինակ եթե մեկը 60 կիլո է, օրվա ընթացքում 72 մինչև 96 գրամ պետք է օգտվի սպիտակուց։